Սկսենք, սիրելիներ։ Եկեք, լուսավորվեք խավար գբի խորքերից մեծը Գրիգորի հոգիների լուսավորչի հրաշափայլ ծագմամբ, մտքի տեսությամբ միաբան անցեք ահավոր խորհրդի միջով եւ խորհեք, թե այս ինչ էր, որ Տերը ցույց տվեց մեզ։ Ինչպիսի զարմանք, այսօր երկրից դեպի վեր է ճառագայթում իմանալի արեգակը, որպեսզի մեզ երկրից երկինք հրավիրի։ Խոր գերեզմանից դուրս է գալիս ոչ թե ինչպես չորեքորյա մեռած Ղազարոսը, այլ նա, որ 14 տարի մեռած էր համարվում, որպեսզի հոգով մեռածներիս այս կյանքից անմահության վերափոխի։ Ոտքի տակ տալով մահաթույն վիշապին, անապական դուրս է գալիս թունավոր զերունների միջից, որպեսզի մենք էլ կարողանանք ոտքի տակ տալ ապականարար բոլոր ախտերին, օձերին, վիշապներին եւ թշնամու ողջ զորությանը։ Նա, ով մաքուր էր հոգով, չարչարվեց մեզ համար, սրբվեց կավից եւ տղմից, որպեսզի սուրբ ավազանով վերստին ծննդյամբ մաքրի մեր հոգիների աղտեղությունը եւ մեղքերով ծանրաբեռնվածներիս հանգստացնի Աստծո մոտ։ Եվ սա որ երախտիկների դիմաց, քանզի Աստծո բարերարության դիմաց մեր ապերախտությունն է, մեր Տեր Աստծո արդարության դիմաց մեր երեսի ամոթը, որով արդարանում է Սուրբ գրքի այն խոսքը, թե ուր որ մեղքը շատացավ, շնորհն էլ առավել եւս շատացավ։ Այդ պատճառով ուրախանանք այսօր։ Աստուծո շնորհները նրա անպատմելի պարգևների մեջ էին, նրա ում հանդեպ ապաշնոր եղանք, քանզի մերն են մեր նախահայրերի հանցանքները, ովքեր չարչարեցին Սուրբ Գրիգոր հայրապետին անտանելի տանջանքներով։ Մենք, որ ցանկացանք գլխովին նսեմացնել նրա արփիազգեստ անձը եւ մարել մեր մեջ բազմալույս ճառագայթը, զրկել նրան կյանքի լույսից դատապարտելով, վիրապընկեց պատժով, սակայն վիրապից նրա յոթնապատիկ լուսափայլ ծագմամբ Աստված ընտրեց նրան լուսատու լինել մեղքով խավարած մեր անձանց համար։ Եթե Աստուծո ամենաբարի բնությունից հետո լինի մեզ բարերար մեկը, նախ եւ առաջ նա կլինի մեզ իրավամբ ճանաչելի եւ գործերով մեծարելի։ Քանզի եթե այսպես են մարմնավոր ծնողները, որպես երկրորդ պատճառներ առաջին անպատճառական պատճառից հետո, ապա նրանցից որքան առավել է մեր գորովագութ աստվածանման սիրով լի պարծանքի հայր Տեր Գրիգոր հայրապետը։ Եվ եթե պատվիրվեց, պատվիր քո հորն ու մորը, որքան առավել պարտավորություն ունենք արժանավորապես պաշտամունքով պատվասիրել հոգիների հորը նրա լուսավոր վարդապետության ունկնդրությամբ եւ նրա առաքելավանդ կանոնների պահպանությամբ։ Մանավանդ թե ըստ Սուրբ Գրիգորի ակնարկության նրանից հետո եւ նրա հետ միասին վերապատվելի է ինքնին մեր մայրը, մեր հոր օգնականը։ Ով է նա, եթե ոչ Սուրբ Կույսերի մեջ սքանչելին, անարատ Հռիփսիմեն, որը գբում տիրապես մեզ միջնորդ եղավ Գրիգորի մոտ, ըստ ամենայնի որպես արուսյակ ծագեց հայոց աշխարհում, որպես Սուրբ Գրիգորի արփի նախընթաց։ Իմացեք եւ տեսեք, Թորգոմի որդիներ, ստուգաբես անդադար հնչում է մեր ականջներում լուսավորչի ձայնը, քանզի Տերը հրաշք գործեց։ Անքննելի են նրա խորհուրդները եւ անհասանելի է արարչական սիրով նախախնամությունը, քանզի ամենքի Տերը այցելեց ձեզ ոչ թե ձեր ծանոթների ու մերձավորների, այլ անծանոթ, օտար, ձեր կողմից անարգված եւ մերժված հյուրի միջոցով։ Քանզի այն վեմը, որն անարգեցիք շինողներդ ու գցեցիք արտաշատի խոր վիրապը, Տերը ձեզ համար անկյունակար դարձրեց։ Ոչ փոքր հրաշք է եւ այն, որ սուրբ քարերը, որոնք կաթողիկե եկեղեցու շինության համար էին, ցած ընկան ձեզնից, սակայն երկնավոր ճարտարապետը կանգնեցրեց դրանք որպես պարիսպ ձեր հոգիների նորոգության համար։ Քանզի իմաստուն կույսերի դասը, որոնց չարաչար մահվամբ զրկեցիք կյանքից, սքանչելագործը ձեռնարկեց նրանց ձեռամբ նոր կյանքով հարություն տալ ձեզ։ Եվ ահա ասում է. արդ Եթե ինձ ընդունում եք որպես երախտավոր հայր, նրանց էլ ճանաչեք երախտավոր հոգևոր մայրեր, քանզի այդ կույսերից շատ ազգեր ծնվեցին։
Հապա ուրեմն նրանց սրբության գրքում կրթված լինելով պահեցողությամբ եւ աղոթքներով աճեցեք հավատով առաջադիմելով ի Քրիստոս։ Քանզի եթե իր նահատակությամբ հրիփսի մեկույսը չերկներ Հայաստան աշխարհը, ես չէի կարողանա մի ամբողջ ազգ ծնել։ Եվ եթե կույսի արյունը չբարեխոսեր ձեզ համար, Տերն ինձ չէր առաքի մշակել ձեր ամայացած այգին։ Նա ինքը փառավորյալ վկայուհին եւ Քրիստոսի հարս Սուրբ Հրիփսիմեն իր նահատակության օրը ավետիս տարավ վիրապ խորհրդաբար արձայնելով. Քեզ ավետիս, երկնավոր նահատակ եւ փրկության քարոս, բազմափայլ ճառագայթ, որ փակված ես կբի մեջ։ Ահա քեզ օգնության եմ հասնում իմ կուսության թեթևընթաց ամպով սլանալով արևմուտքից դեպի արևելք։ Եկա քո վայրերում ծագեցնելու իմ հայրերի Պետրոսի ու Պողոսի ավետարանի տիեզերածավալ լույսի փայլակնաբորբ ճառագայթը եւ վանելու փարատելու խավարի մեգը, որ արգելելով փակել է քո կենթանի լույսիդ ճառագայթը։ Ով մեծ լուսատու, քաղցրանավակ քո լույսով ծագիր խորանդունդներից, որ պերճացնես քո սուրբ հայրերի Թադեոսի եւ Բարտուղիմեոսի ավետարանի լույսով հյուսիսի աշխարհարցակ ճառագայթալույս փայլատակումը։ Խփիր քո արեգնակային խորանը, ելիր արդարության արեգակ, ընթացիր ցնծությամբ ողջույն տալու արյունազգեստ հարսին, որ ճգնելով մարտիրոսական արյամբ եկել է անմահ Փեսայի հարսնանման խորան։ Ահա բացեցի երկինքը, որ հնչի Սուրբ Հոգու որոտմունքը քո դաշտում, քաղցրության ցող ցողվի հովիտներում, արյամ որոքվելու եւ զվարթացնելու քո արդարության պտուղները, քո բույսերի ցողը, հոգնած հողագործ։ Ահա իմ կուսական հանդիսամարտով խլեցի անեծքի փուշը եւ մեղքի տատասկը քո անդաստանից։ Ելիր քաջ սերմնացան, սերմանիր ավետարանի լուսավոր սերմերը, որպեսի երբ գա հունձի ժամանակը, ցնծանք միասին։ Ահա իմ եւ քո խառնված արյան վտակները հանգցնում են խավարի բոցը, վառելով բորբոքում աստվածային լույսի հուրը, սրբելու քո արյամբ ներկված անդաստանները։ Ելիր քրտնաջան մշակ, տնկիր կենաց որդը, ուրախություն վերնայինների եւ ներքինների։ Իմ հարսանյաց տաճարում պատվիր հոր ձեռքով մշակված ծաղկած ողկույզը եւ քո սուրբ աչով ճմլված խաղողի արյունը։ Ահա ճմլվում եմ քո հնձաններում իմ կուսության բաժակով, անմահության տանելով քո ժողովրդին, հրով եւ սրով կոտորվածներին, մեր վարդապետության ծաղիկներին։ Ելիր պսակներ հյուսիր քո նոր ժողովրդի համար, որպեսզի դրանցով մտնեն մեզ մոտ լուսեղեն հարկերը։ Այսպես մաքուր աղավնին Սուրբ Հրիփսիմեն, ձիթենու ճյուղը բերանին, որպես հայոց աշխարհի հետ Աստծո հաշտության նշան, խորհրդաբար ավետարանեց վիրապում եւ հոգու ավետիս տվեց երկնավոր նահատակին, ով իջել էր անդունդի խորքերը, ինչպես Նոյը տապանիծոցում եւ Արարատ լեռան վրա։ Այս մեծ ավետիսին էր սպասում մեր նահապետը, խոր վիրապում 15-ամյա տքնյալը, աշխարհիս հայրը, Արթուն Գրիգորը, հոգևոր լույսի ճառագայթը, միացնի քարոզիչը եւ մեծ լուսավորիչը։ Վերից Հրիփսիմեն էր իր երամով բարեխոսում հայոց աշխարհի համար, ինչպես Տերն աղոթեց խաչը հանողների համար։ Իսկ այստեղից կբից Սուրբ Գրիգոր հայրապետը սրտի խորքերից ձայն էր բարձրացնում, աղոթելով Ստեփանոսի հետ քարը նետողների համար։ Այն ժամ քաղցրացավ մարդասերի գութը մեզ վրա, եւ քանի որ Տերն ում սիրում է, նրան խրատում է, տանջում է յուրաքանչյուր որդու, ում ընդունում է, նախ բարկության գավազանով արթնացրեց աշխարհը, հիմարությունը իմաստության փոխարկելու, պատուհասված թագավորին, մեծամեծներին եւ առհասարակ ամենքին իր սուրբ երկյուղով կրթելու համար, մինչև որ մարդիկ իրենց բժշկության համար վերին օգնականությունը խնդրեն։ Ապա իր հրեշտակին առաքեց արքայական տնից, պարկեշտ անարատ կենցաղավարությամբ, իբնե մաքուր մի կույսի մոտ։ Նա տրթատ արքայի քույրն էր, Խոսրովադուխտը։
Տերը հրաշափառ տեսիլքով այցելեց նրան, եւ նրան 1, 2 եւ ավելի անգամներ պատվիրեց, որպեսզի Արտաշատի վիրապից դուրս բերեն բանտարկված Գրիգորին, որպեսզի նա բժշկի մարդկանց եւ Աստված գիտությամբ լուսավորի Հայաստան աշխարհը։ Եվ լսեցին նրան։ Օտա անվամբ ավակ նախարարը, ով չէր հավատում եւ համարում էր Գրիգորին որպես վաղուց մեռած, ողջ գտավ նրան եւ իջեցնելով պարանը, խնդությամբ դուրս բերեցին Աստծո երանելի այր, առաքելանման նահատակ Սուրբ Գրիգորին, ինչպես Հովսեփի եղբայրները Հովսեփին։ Արդ անդունդների խորքերից ծագեց արփիական Գրիգորը որպես նորարև, արտաքուս ծածկված էր ամպով, թխամած եւ տանջված էր մարմնով, սակայն դա հոգիների լուսատոյի հոգու պայծառության մեծ նշան էր, որի համար իսկույն գալով վաղարշաբաթ արքունի մեծ տուն, ծագեց որպես գերարփի արեգակ Արամիտան վրա։ Լույսը տեսնելով երկար գիշերից հետո ցնծած համայն Հայաստան աշխարհը տեսավ ցերեկվա մեծ լուսատուին, Աստվածապարգև Գրիգոր Հայրապետին, եւ ամբողջ Հայաստան աշխարհը դիմեց նրան։ Դիմեց, որպեսզի լուսազարդիս փոփի եւ կենթանացնի իրենց, որ պատված էին հեթանոսության թանձր մառախուղով եւ կարծում էին, թե անհնար է ազատվել անտանելի հարվածներից։ Դիմեց, որ աղոթքներով եւ պահեցողությամբ բժշկի ախտով տառապողներին, բայց ավելի շատ հոգիներ հալածող խավարասեր դևերին հալածի, քանզի երբ ծագի լույսը, ինչպես չի հալածվի խավարը, կամ երբ ծագի ճշմարտությունը, ինչպես չի նահանջի սուտ մոլորությունը։ Ասենք շատից քիչը, նույն օրը Սուրբ Հռիփսիմյանց կույսերի նշխարների ամփոփումը 65 օր թագավորին եւ ողջ ժողովրդին Աստվածապաշտության խորհուրդը լուսավոր վարդապետությամբ քարոզելը, թագավորի գործակցությամբ մեհյաններն ու բագիները ավերելը, բոլոր տեղերում տերունական խաչեր կանգնեցնելը, ապա երկնավոր կոչմամբ հրավիրվեց ընդունելու քահանայական կարգը, որի համար գնաց Կեսարիա եւ հայոց աշխարհի քահանայապետության համար ձեռնադրվեց Սուրբ Ղևոնդ պատրիարքի կողմից։ Ապա ետ վերադառնալով Հայաստան աշխարհ մկրտեց Տրթատ թագավորին եւ ողջ ազգին, շինեց եկեղեցիներ եւ արեգակի լուսազարդ փայլով պայծառացրեց արևելյան մի ամբողջ ազգ։ Սա էր լուսավորչի վիրապից ելքի համառոտ պատմությունը։ Նրա սքանչելահրաշ փայլման աննվազորությունը հավերժ կլինի մեր մեջ։ Նա միայն Աստծո կամքով կոչվեց մեր հայրը, մեր լուսավորիչը։ Մենք Տիրոջ կամքով ստացանք նրան։ Խավարասեր մտքով չփակենք մեր սրտերի պատուհանները ընդդեմ միջօրեի լուսավորության։ Չփակենք մեր հոգիների իմանալի աչքը երկնավոր իմաստության պայծառության առջև։ Հաղորդ չլինենք խավարի անպատուղ գործերին եւ կուրորեն չընկնենք դեպի կորուստանող ճանապարհների խորխորատները։ Ոչ ձեզ, ոչ ձեր ընկերոջը մի գայթակղեցրեք, որ չգլորվեք անդնդային վիրապի մեջ, այլ միմյանց օգնական լինելով փութացեք վեր ելնել խավարից դեպի լույս։ Գիշերվանը չենք, խավարինը չենք։ Զգաստացեք եւ շրջեք ցերեկվա մեջ որպես լուսո եւ ցերեկվա որդիներ։ Եվ դու բոլորիս լուսատու հայր, թորգոմի տան արևի գեղեցկագույն լույս, Պարթևազարմ Գրիգոր, հսկող հովիվ եւ վարդապետ ճշմարտության, խոստովանող վկա եւ բազմաչարչար նահատակ, որ միշտ կենթանի ես մեր մեջ, լուսացնցուղ ճառագայթներով, արտնացրու քո զորությունը երկնքի բարձրունքներից եւ մեր հոգիների անդաստաններում տնկիր ամեն տեսակ բարիքներ տվող բերքեր։ Ծաղկեցրու պես առաքինություններ քո արյան որոքված Աստվածատունք դրախտում։ Պտղաբերիր տեսակ բարեկարգություններ զորությունների Տիրոջ այգում, որը տնկեց անեղական աչը եւ այն մշակեց երեսիդ քրտինքով։ Ջերմացրու պաղած մեր սրտերը Աստվածպաշտության եռանդով, լուսազարդ գեղեցկությամբ պայծառացրու քո սուրբ եկեղեցին, որպեսզի այնտեղ որպես փայլող պատվական քարեր
մեր կյանքի բոլոր օրերում պաշտենք քեզ սրբությամբ, արդարությամբ եւ ուղղափառ վարդապետությամբ։ Քեզնով ճանաչեցինք մեր Արարչին, կյանք տվողին եւ նորոգողին, ամենակալ Հորը, միածին Որդուն եւ կենդանարար Սուրբ Հոգուն։ Եվ մենք հոգով եւ ճշմարտությամբ երկրպագում ենք Սուրբ երրորդությանը եւ մի Աստվածությանը, որին փառք, պատիվ եւ իշխանություն հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ է Սուրբ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի հիշատակը։ Օրհնյալ է Սուրբ Կույսերի հիշատակը։ Օրհնյալ է Տրթատ Թագավորի հիշատակը։ Օրհնյալ է մեր բոլոր սրբերի հիշատակը։ Փառք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Փառք Սուրբ երրորդությանը։